Այս օրերին Ծաղկաձորի մարզական զարկերակը բաբախում է թենիսի ռիթմերով։ Լեռնային քաղաքի խաղաղությունը փոխարինվել է գնդակի հարվածների ձայնով։ 2008 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Պայքարը ընթանում է Հայաստանի, Ալբանիայի, Անդորայի, Իսլանդիայի, Մալթայի և Սան Մարինոյի հավաքականների միջև։ Մի քանի օր շարունակ Ծաղկաձորում թեժ մրցակցություն է սպասվում։ Հավաքականներից յուրաքանչյուրը պայքարելու է ոչ միայն հաղթանակի, այլև ավելի բարձր դիվիզիոնի ուղեգրի համար։ Մրցաշարի մեկնարկը տրվեց հանդիսավոր բացման արարողությամբ։ Այդ ընթացքում Թենիսի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թենիսի միջազգային ֆեդերացիայի անունից Անդորայի թիմի ավագ Ժոան Բատիստա Պուգոտիեին հանձնեց Դևիսի գավաթի նվիրվածության մրցանակը։ Մասսահականությանը ինքը միանշանակ օգտակար է լինելու։ Մենք շատ ջանքեր ենք գործադրել այս մրցաշարը նորից Հայաստան բերելու համար եւ ի պատիվ միջազգային ֆեդերացիայի մենք այսօր անցկացնում ենք այս խաղերը Հայաստանում։ Տղաների հետ խոսել եմ, գլխավոր մարզիչի հետ խոսել եմ, լավ մարզավիճակում են, հուսանք, որ կունենանք լավ արդյունքներ։ Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Անդորայի ընտրանին էր Վահե Ավետիսյանի գլխավորած թիմից առաջինը կորտ դուրս եկավ Դավիթ Պողոսյանը։ 18-ամյա թենիսիստն առանց մեծ դժվարությունների 6-1-6-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, պարգևելով առաջին հաղթանակը մեր հավաքականին։ Հաջորդը կորտ դուրս եկավ Միքայել Ավետիսյանը, որի մրցակիցը Էրիկ Նոգեն էր։ Հայ թենիսիստը շարունակեց մեր թիմի հաղթական ընթացքը առաջին սեթում առավելության հասնելով 6-3 հաշվով։ Երկրորդ սեթում պայքարն ավելի համառ էր, սակայն Ավետիսյանը կարողացավ վճռորոշ միավորները վաստակել և հաղթել 7-5 հաշվով։ Հաղթական օրը լիարժեք ավարտին հասցրին Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Զուգախաղում նրանք 6-2-6-4 հաշվով առավելության հասան անդորական զույգի նկատմամբ, ապահովելով Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը դիմակայությունում։ Շատ շնորհակալ եմ երկրպագուներին, այտենց բաժակա չլներ երկրպագուների կողմից, չգիտեմ ոնց կխաղայի, իրականում շատ լավ էր։ Ամեն խաղն է պատասխանատվություն է ու անպայման պետք է ցույց տաս քո թիմին, որ վստահ ես ու որ կարող հաղթեք ու հույս ունեմ ես իմ թիմին դուխ տվեցի իմ խաղով։ Առաջին սեթը իմ օգտին գնաց, ես կարծում եմ իմ ուժերի մեջ վստահ էի, լավ խաղացի։ Երկրորդ սեթն էլ առաջ էի 5-2, ուղղակի լարվեցի խաղը չվերջացնելու վրա, գիտեի որ կրում ենք Հայաստանը կրում է Անդորային 2-0, մի քիչ լարվեցի, նաև պուբլիկան շատ ինձ օգնում էր, նաև նույնպես սկզբում լարում էր, որովհետև ես այդքան էլ սովոր չէի, քանի որ առաջին անգամ եմ խաղում Հայաստան Դևիսի գավաթը 2008-ին վերջին անգամ եղել։ Դրա համար շատ գոհ եմ, որ կարողացա հաղթել եւ շատ շնորհակալություն բոլոր եկողներին։ Եթե գնար երրորդ սեթ հավատում եմ որ կհաղթեմ, բայց չէի ուզում երկարացնել, ուզում էի ինչքան հնարավոր է ոնց որ այդ ուժերս հենց այդտեղ դնեի ու վերջացնեի խաղը։ Հայաստանի հավաքականն առաջիկա 4 օրերին կշարունակի պայքարը լավագույնի կոչման համար։ Մրցաշարի ավարտին առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները կստանան երրորդ դիվիզիոնի մրցաշարին մասնակցելու իրավունք։